Նախատոնական այս օրերին խանութների ցուցափեղկերը ողողված են բնակարանը տոնին վայել զարդարելու ամենաբազմազան ու գունագեղ պարագաներով, սակայն ազգային տոների բոլորաշրջան ուսուցողական ծրագրի մասնակիցները նախընտրել են տունը զարդարել իրենց ձեռքի աշխատանքներով։ 11 դասերի ընթացքում նրանք յուրացրել են ամանորին բնորոշ ավանդական եւ ոչ ավանդական զարդարանքների պատրաստման եղանակները։ Ծաղտերը կտրում ենք եւ սիլիկոնով կպցնում ենք, հետո փչում ենք եւ աստղիկները կպցնում ենք նրանց վրա։ Եղևնիները, փաթիլները, աստղիկները այդքան եմ ես պատրաստել։ Ես կպատրաստեմ եղևնիներ, տոնածառի խաղալիքներ, այսպես վարդեր, փաթիլներ։ Ինչպես մյուս դասընթացները, այս մեկը եւս անցկացվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական վարպետ Լալա Մնայանի ղեկավարությամբ եւ աջակցությամբ։ Նրա մասնագիտական հմտությունները, մանկավարժական փորձը եւ ամենակարևորը նվիրվածությունը ամբողջությամբ ներդրում այս ծրագրում եւ պետք է հատուկ շնորհակալություն հայտնել։ Ծրագրի ավագ մասնակիցները դասընթացը կարևորում են նրանով, որ այն նպաստում է երեխաների ստեղծագործական մտքի զարգացմանը։ Նրանք կարողանում են ինքնուրույն լուծումներ գտնել այս կամ այն զարդարանքը պատրաստելիս։ Մենք սկզբում վերցնում ենք կլոր գլանաթուղթը, բաժանում ենք մասերի եւ կռում այն։ Հետո ներկում ենք, այլ կերպ ասած, փչում ենք դրանք եւ կպցնում ենք սիլիկոնի սարքով։ Դրանք ձևավորում ենք եւ դառնում են տոնածառի խաղալիքներ, բայց մենք գտանք ավելի հեշտ եղանակ սկզբում կպցնել դրանք եւ նոր հետո փչել։ Երեխաները երբ զբաղվում են ձեռքի աշխատանքներով, նրանք գեղագիտական զարգացում են ապրում։ Նրանք երբ նյութերը վերցնում են, կարծես թե նրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում եւ ստանում են գեղեցկություններ, նրանք մեծ զարգացում են ապրում։ Գործնական հմտություններից զատ դասընթացի մասնակիցները ստանում են նաև տոնի խորհուրդը ներկայացնող տեսական գիտելիքներ ու հետաքրքիր տեղեկություններ։ Խորհուրդը բնականաբար նորն է, նորոգությունը, նոր տարվա սկիզբը, հնի ավարտը նորի սկիզբը եւ դա նաև հոգու վերանորոգություն, այսինքն բոլոր առումներով, իսկ վերջին ժամանակներս հայ գիտնականներից մեկը Գրիգոր Բրուտյանը, աստղաֆիզիկոս, հայտնաբերել է բուն խորհուրդը, որ դա ի սկզբանե եղել է արարչագործությանը նվիրված տոն։ Շուրջ 3 տարի Գեղարեք կրթամշակութային հասարակական կազմակերպության եւ World Vision Հայաստան գավառի տարածքային զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող ազգային տոների բոլորաշրջան ծրագիրը այս տարի ունի համագործակից նոր կառույց։ Այս տարի մենք նաև համագործակցել ենք Գեղարքունյաց թեմի գավառի համայնքային կրթական կենտրոնի հետ եւ դասընթացներ իրականացվել են այստեղ։ Ամանորին նվիրված դասընթացն ավարտվելու եւ ամփոփվելու է դեկտեմբերի 17-ին արդեն ավանդական դարձած ցուցահանդես վաճառքով։ Ինչպես նախորդ ծրագրերի ընթացքում, այս անգամ եւս մենք կունենանք ցուցահանդես վաճառք եւ հասույթը արդեն կներդրվի հաջորդ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերին։ Եվ այս ծրագիրը հիմա որ իրականացվում է, ազգային տոների բոլորաշրջան Սուրբ Զատիկի հասույթից հանգանակված գումարն է նաև ներդրվել եւ այդպիսով մենք հնարավորություն ենք ունենում ապահովել նաև ծրագրի շարունակականությունը։ Անահիտ Կարեյան, Վարդգես Խաչատրյան, Գեղամա օր։